What will happen to Armenia and Armenian people if Ինչ կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ, եթե Փաշինյանն իրականացնի իր այսպես կոչված բարենորոգումները եւ գտնի միջոց փոխելու հայ եկեղեցու ղեկավարին, նշանակելու իր նախընտրած մեկին որպես հայոց կաթողիկոս։ Ինչ կլինի այդ դեպքում։ Ինչու է կարեւոր փրկել եւ պահպանել եկեղեցին այնպես, ինչպես այն այսօր ունենք։ It's of course important that he not intervene in the internal affairs, but if he were to succeed, he will simply weaken one of the pillars of the Armenian nation. Իհարկե կարևոր է, որ նա չմիջամտի եկեղեցու ներքին գործերին, բայց եթե նա հաջողության հասնի, պարզապես կթուլացնի հայ ազգի հենասյուներից մեկը։ Հայ ազգը մի քանի հենասյուներ ունի։ Մեկն անխոս եկեղեցին է։ Վերջին 100 տարում հենասյուններից մեկն էլ Սփյուռքն է դարձել։ Երկուսն էլ հիշատակվում են պետության հիմնարար փաստաթղթերի սահմանադրության մեջ, եւ վարչապետի քաղաքականությունը կարծես ուղղված է ազգի երկու հենասյուների եկեղեցու եւ Սփյուռքի ազդեցության թուլացմանը, կիրառելով հայտնի մեթոդներ։ Եկեղեցին, այսպես ասենք, ավելի լայն է, քան միայն Հայաստանը։ Կաթողիկոսը բոլոր հայերի կաթողիկոսն է, անկախ նրանից ապրում են Հայաստանում, թե Սփյուռքում, Ղարաբաղցի են, Հալեպում են, ԱՄՆ-ում, թե Ռուսաստանում։ United States or Russia or wherever they may be. And this policy to weaken the church is designed to weaken this whole network of Եկեղեցու թուլացման այս քաղաքականությունը նախատեսված է եկեղեցու այս ամբողջ ցանցը թուլացնելու համար, որը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Վարչապետի ջանքերի նպատակը եկեղեցու այս բնույթը փոխելն է, որպեսզի այն բոլոր հայերի եկեղեցին լինելուց վերածվի միայն Հայաստան պետության եկեղեցու։ the state of Armenia. why Ինչու է նա փորձում խզել հարաբերությունները Հայաստանի եւ Սփյուռքի հայերի միջև։ Armenians in diaspora? Because then it's easier to politically control the Armenians in Armenia. Որովհետև այդ դեպքում ավելի հեշտ է քաղաքականապես վերահսկել հայերին Հայաստանում։ Իրականում ամեն ինչ այդքան պարզ է։